Բարևներ, ոնց եք հետևորդներ ջան, ինչպես է ձեր տրամադրությունը, իմը արտակարգ, խոհանոցում եմ և պատրաստվում եմ ձեր հետ կիսվել իմ հետաքրքիր և համեղ բաղադրատոմսերից ևս մեկը։ Այս բաղադրատոմսը շատ հաջող է ինչ առումով, ինքը շատ արագ լինող, շատ արագ, երբ որ տանդ հյուր է գալիս, դու կարող ես անգամ մոտ մի կես ժամվա ընթացքում, կես ժամ 40 րոպեվա ընթացքում արագի մեջ պատրաստել շատ համեղ թխվածքաբլիթներ։ Հիմա ես ձեզ կբացատրեմ, թե ինչպես եմ ես անում այս թխվածքաբլիթը։ Պատրաստելու եմ խմորը, իսկ նաչինկաները, այսինքն մեջի միջուկները, ինչ ցանկանում եք, հետևորդներ ջան, դա էլ դնում եք։ Օրինակ ես այսօր ընտրել եմ և վերցրել եմ մի քանի տեսակի միջուկներ, որպեսզի խմորը պատրաստեմ և այդ միջուկներով ձեզ ներկայացնեմ, թե ինչ կարող եք պատրաստել, բայց դուք բացի այդ կարող եք ինչ ցանկանում եք դնել այդ խմորի մեջ և պատրաստել, բոլորն էլ լինում են շատ լավ ըստ ճաշակի։ Ես հիմա որոշել եմ, որ միջուկները, ինչ եմ անելու միջուկները, դնել եմ այս տեսակի խուրմա, հետևորդներ ջան, մի միջուկը անելու եմ խուրմա, մի միջուկը անելու եմ լոխում, իսկ մյուս միջուկը անելու եմ ընկույզ և շաքարավազ։ Եվ այդ խմորից նաև լինում է շատ արագ գաթա, դա էլ եմ փորձելու մի փոքրիկ գնդով, որովհետև խորիզը շատ ուրիշ ձևի է, շատ հետաքրքիր խորիզ եմ ունենալու, հետևորդներ ջան, էլի արագ լնող խորիզ է, որը անպայման ուզում եմ կիսվել ձեր հետ իմ ամեն տեսակի հետաքրքիր ստացված խմորով և հետաքրքիր բաղադրատոմսերով ուզում եմ, որ անպայման ձեր հետ կիսված լինեմ, հետևորդներ ջան։ Նոր եկել էի, խանութ սրահում նստած էի, մեկ է տեսնեմ ամուսիններ եկան խանութ, պատկերացրեք փնտրել են ինձ ամբողջ քաղաքով մեկ, մի քանի այսպես պտտվել են, մի քանի անգամ պտտվել են քաղաքով մեկ, հասցեն են, դե ես նշում եմ հասցեն, որ Բաղրամյան 6 հասցեն է, ման են եկել և մի կերպ տեղս իմացել են, եկան իմ հետևորդներից էին, Երևանում են ապրում և ունեն իմ նման այսպես մի հատ փոքրիկ ինչ-որ տեղ, փոքրիկ է իրանցը և հետևում են իմ ալիքին, օգտվում իմ բաղադրատոմսերից և ուզում էին, որ անպայման ինձ տեսնեին, շատ լավ մարդիկ էին, շատ լավ շփվեցինք, մի քանի հետաքրքիր խորհուրդներ տվեցի իրանք էլ ինձ ու այսպես լավ շփվեցինք և ճանապարհեցի դեպի Երևան։ Շատ լավ է, որ շփումը մեր շատ լավ է լինում, ես շատ ուրախանում եմ հետևորդներ ջան, որ բացի այն, որ մենք այսպես շփվում ենք իրար հետ, նաև իրականում ենք շփվում և շատ լավ տպավորություններ եմ ունենում, որովհետև մեր հայ ժողովուրդը շատ լավն են, հոիզուր չի, շատ լավն են մեր հայ ժողովուրդը։ Հիմա ուզում եմ այսպես հարմարացնել կամերան, որպեսզի ցուցադրեմ իմ խմորի անելու ընթացքը հետևորդներ ջան, որպեսզի ձեզ բոլորիդ պարզ լինի։ Ինչ ենք անում, պատրաստում եմ արագ խմոր, ինքը ոչ սլայոնի է, ոչ մածու, այսպես խառը ինքը խմոր է ու շատ համով, փափուկ խմոր ենք ստանում։ Նախապես ինչ եմ անելու, միացնեմ կշեռքս, կշեռքով դե այդքան շատ չեմ բան անելու, բայց կարագի ժամանակ կանեմ։ Ուրեմն վերցնում ենք մի այսպիսի բաժակ, այնպիսի բաժակ, որ ալյուրը և մածունը տանի 200 գրամ, հետևորդներ ջան։ Այնպես ենք վերցնում ալյուրը, որ լինի 200 գրամ։ Ուրեմն, այս մի բաժի խմորի համար նախատեսված է 7 բաժակ ալյուր։ 7 բաժակ ալյուր, որը կարող են կշռով էլ անել ավելի հեշտ, որպեսզի բաժակի քաշն էլ խաբուսիկ չլինի,
կարող ենք կշռել, այսինքն 7 բաժակ ալյուրը մենք կարող ենք սարքել կիլո 400 գրամ։ Լցնենք կիլո 400 գրամ ալյուր։ Շերքի զարյատկան է, նոր հիշեց, որ պետք է վերջանա։ Սա մեր կիլո 400 գրամ ալյուրն է, ավելացնելու ենք 500 գրամ կարագ։ Այսա կշռենք, տեսնենք, 500 գրամ կարագը ավելացնում ենք ալյուրի մեջ։ Մի քիչ պակասեց, բերեմ։ Մի քիչ պակասեց, պետք է չափաբաժինները պահել ճիշտ, հետևորդներ ջան։ Անպայման պահեք ճիշտ։ Այս արեցինք ալյուրը և կարագը կշռեցինք, նմ կշեռքը դնեմ մի կողմ, որ չխանգարի։ Ինչ ենք անում։ Այսպես ասած, հոլոլ ենք անում, տրորում ենք ալյուրը և կարագը։ Այնքան ենք տրորում, որպեսզի ստանանք խորիզանման զանգված։ Այսպես լավ բռների մեջ այսպես տրորում ենք, ափի մեջ այսպես տրորելով աստիճանաբար խառնում ենք, հեսա կտեսնեք, որ դառնում է միանման համասեռ զանգված, խորիզանման զանգված։ Հետո նոր ավելացնելու ենք մնացած մյուս բաղադրիչները, մածուն 200 գրամ, մեկ թեյ գթալ սոդան մեջը խառնած, մի քիչ քացախ, մի պտղուն ծախ, խառնելու ենք և ստանանք պինդ խմոր։ Քան հավեսին ալինում, երբ որ կարագն ու ալյուրը այսպես տրորում ես, համ ներվերը տա հանգստանում, հետևորդներ ջան, համ սենց ոնց որ ծրվես սենց հավեսին մի հատ պրոցեսա նամանավանդ, եթե այդ ամենը կատարում ես սիրով, թվում է ակնթարթ քեզ այդ գործը, եթե կատարում ես սիրով, ճիշտ չի Հայկ, որ գործը անում ես սիրով, քեզ թվում է, թե մի ակնթարթում է գործը եղել, իսկ եթե մի գործ չես ուզում անես, ապա պատճառներ ես փնտրում դա չանելու համար։ Տեսեք, այսպես ստացանք, այս տեսակի խորիզանման, տեսեք, սենց խորիզ ոնց որ ինքը լինի, արդեն լրիվ կարագը լուծվել է ալյուրի հետ։ Արդեն երբ որ լուծվել է և վերջացվել է, դնում ենք մի կողմ, հետևորդներ ջան, և պատրաստում ենք մածունը։ Ինչ ենք անում։ Մածունը վերցնում ենք, նայեք բաժակը, ես ամենասկզբից նշեցի, որ 200 գրամանոց բաժակ, մեկ բաժակ մածուն ենք լցնում։ Մածունը անցած տեսանյութում նշեցի, որ ես վերցնում եմ թամարայի մածունը, հետևորդներ ջան, մի հատ ապատեսեք, թե ինչ պնդություն ունի այս մածունը, շատ արտակարգ լավ պնդություն, որը շատ լավ է լինում թխվածքների համար։ Մեկ բաժակ մածունը վերցնում ենք, ավելացնելու ենք, այսպես խմորի մեջը փոսանեմ, որպեսզի մածունը լցնեմ մեջ, փոսիկի մեջ, ավելացնում եմ մեկ թեյի գթալ սոդա, մեկ այսպիսի թեյի գթալ սոդա եմ ավելացնում և սկսում եմ խառնել և խառնելով լցնում եմ ալյուրի և կարագի մեջ։ Անպայման կփորձեք հետևորդներ ջան,
կփորձեք եւ շնորհակալություն կհայտնեք նման հիանալի խմոր ձեզ ասելու համար։ Լավ խառնում ենք, որպեսզի փրփռելով թափվի։ Սոդան չենք լցնելու եւ արագ շուրջ տանք, հավատացեք, էֆեկտ չի ունենա։ Տեսեք, այսպես պետք է սկսի մածունը բարձրանալ ու դա նշանակում է, որ սոդան արդեն ակտիվացել է։ Ու դատարկում ենք։ Կողքերն էլ ես պարտադիր ես փրփուրները ես վերցնում եմ, որովհետև էֆեկտը ինձ այդ փրփուրների մեջ է։ Ուշադրություն կդարձնեք անպայման։ Այսպես։ Ու ավելացնում ենք մի պտղունց աղ եւ քացախ ենք լցնում։ Այսպես, 2 պրոբկա քացախ ենք լցնում եւ սկսում ենք հունցել, խառնել ալյուրի հետ։ Այդպես տրորելով, որպեսզի ստանանք պնդոտ նորմալ խմոր։ Արդեն խմորը կպնում է իրար։ Ինքը պետք է մի քիչ պնդոտ լինի, մի քիչ դժվարությամբ է, երբ որ տեսնում ես, որ ամբողջ արդեն ինքը հավաքել է, դատարկում ենք սեղանին եւ սկսում ենք սեղանի վրա լավ հունցել։ Մատչելի խմոր է հետևորդներ ջան, կամ արագ լինող։ Տեսեք, այսպես լցնում եմ ես ու սկսում եմ լավ հունցել։ Այսպես տրորելով, նախ ինքը սեղանի վրա ավելի լավ է հունցվում, երբ որ լցնում ես, ամանի մեջից հանում ես, սկսում ես ավելի լավ հունցել։ Լավ տեղը տեղին հունցվում է։ Ինքը արդեն երևում է, որ ինչ յուղային ու ինչ լավ խմոր է ու ինչ լավ է ստացվելու։ Խմորը անում ենք, կբաժանեմ մի քանի մասերի եւ թողնելու ենք մի կես ժամ հանգստանա, որպեսզի բացվի ինքը, նորմալ գռտնակով կարենամ բացել։ Զուտ այդ պատճառով, որ կարողանանք լավ գռտնակել։ Արտակարգ խմոր ենք ստանում, շատ լավն է։ Տեսնում եք, հունցը շատ կարևոր է, անպայման պետք է լավ հունցվի, որպեսզի բոլորը իրար հետ լինի համասեղ։ Համարյա թե արդեն ինքը պատրաստ խմոր է, լրիվ պատրաստ։ Հեսա բաժտենամ իշքան ընդհանուր քաշը և բաժանեմ 4 գունդանել, որպեսզի 4 տեսականի թխենք ու տեսնենք որով է ավելի համով։ Այսպես, տեսեք, այսպես երկարացրեցի, հիանալի։ Հիմա տեսնենք իշքան է քաշը։ Ընդհանուր եղել է 2 կիլո 450 գրամ, կբաժանեմ 4 հավասար մասերի, 4 շատ էլ կանենք, ոչինչ, թող հարեք այսպես անեմ, թող 350 գրամով ամեն գունդը կտրեմ, տեսնեմ, թե իշքան դուրս կգա, այնքան էլ կանենք, ոչինչ, թող իմ համար չափ ստիքսենք, որը նորմալ լինի, կտրենք, կամ կարող եմ 400 գրամով թողնենք։ 400 գրամով բաժանում ենք, գնդում և թողնում ենք հանգստանա կես ժամ հետևորդներ ջան, կես ժամ թողնում ենք հանգստանա և կես ժամ անցնելուց հետո անմիջապես կմիանամ ձեզ և ցույց կտամ, թե ինչ տեսականիներ ենք պատրաստում միասին։ Մինչ խմորը հանգստանում է, ես խուրման
առանձնացնեմ կորիզից, այսպես կորիզից մաքրելու եմ, որպեսզի ժամանակ չծախսեմ, արդեն իսկ պատրաստ ունենամ, որ արագ-արագ պատրաստեմ։ Խուրման հետևորդներ ջան, վերցրեք են ամենահամով քաղցր խուրմաները, կան չէ մի տեսակ sense չոր խուրմաներ, որոնք շատ վատ են լինում եւ հավատացեք, այս խմորի մեջ էֆեկտ չեն տալու, ընդհակառակը ուտելու եք ու համը չեք զգալու, իսկ այս քաղցր խուրմաները արդեն իսկ նպաստում են, որ քաղցրավենիքը լինի տեղին։ Այսինքն առանձնացնենք, ես խուրմա շատ եմ սիրում, նամանավանդ, այս Պարսկաստանի ճանապարհին, որ եկել էինք Մեղրի, տղայիս մոտ էինք գնացել, այդ խանութների մոտից Մեղրիի այդ Պարսկաստանին գնող սահմանից խուրմա էինք գնել, թե այդ ինչ արտակարգ խուրմա էր, ու շատ փոշմանեցի, որ մեծ թվով չեմ առել ու հետս բերել, արտակարգ համով խուրմաներ էին։ Այդ տեսակի պետք է լինի։ Ես անում եմ հետո լոխումը դե տեսել եք միշտ էլ, որ ես ոնց եմ մկրատով կտրատում, փոքր չափերի անում։ Այդպես եմ անելու, ընկույզը շաքարավազով եմ, մանրացնելու, վանելին ավելացնեմ, թխեմ ու այդ։ Իսկ գաթան արդեն ցույց կտամ, թե ինչ հետաքրքիր ձևով եմ անում, ընթացքը կտեսնեք։ Թող ամեն ինչից լինի, տեսնենք ինչպես է լինում։ Հետևորդներ ջան, ովքեր Ստեփանավանում են կամ մոտիկ են ապրում, Ստեփանավանում չեն, գյուղերից են, հարակից, հրավիրում եմ քաղցրավենիք ուտելու։ Համեցեք Բաղրամյան 6 հասցե եւ համտեսեք այս հիանալի համեղ քաղցրավենիքը։ Եվ ասեմ, որ շուտով էլ մեր հացի եւ լավաշի արտադրամասում շուտով էլ ոնց վաղը եւ այդ արդեն թխելու ենք բուլկիներ կաթով, ծաղիկ բուլկիներ, ջեմո բուլկիներ, սովորական բուլկիներ, թխված կեղեն, այս տեսակի թխվածներ են լինելու ամեն ինչ։ Դա էլ գտնվում է Բաղրամյան 27 կոտորակ 2 հասցեում։ Մեծ սիրով կսպասենք, կարող եք գալ եւ համտեսել մեր կաթով ընտիր բուլկիները, համի մասին չկասկածեք, որովհետեւ դա մի արտակարգ բուլկիների բուլկի է, որի բաղադրատոմսը ես ձեզ ներկայացրել եմ հետևորդներ ջան, ովքեր որ փորձել են, արել են, ապա համոզված կլինեն, որ դա այդպես է։ Սկսում ենք պատրաստել, արդեն կես ժամ է, անցել է, հանգստացել է, հիմա սկսում ենք բացել։ Ոչ էլ շատ բարակ ենք անում, էլի։ Պետք է ինքը մի քիչ հաստություն ունենա։ Այնքան փխրուն ինքը խմոր է, որ մի քիչ էլ դժբան է, պիտի հանգիստ աշխատես էլի, չվռազես, որ ոչ մի ավելի բան չլինի։ Քիչ ինձ հարմարացնեմ, որ արդեն կտրեմ։ Ապկերով է, այսինց մատներով կպասրեք, որ մասը մի քիչ հաստա բարակացրեք, իրան նույն չափի պատրաստենք։ Այսպես, սա էլ կօգտագործենք։ Այսինքն բաժանում ենք փոքրիկ քառակուսիների և սկսում ենք փաթաթը, տեսեք այս տեսակի քառակուսի եմ անում, սկզբից անում ենք խուրմայովը, այսպես, մի հատ ու կես կարող եք խուրմա դնել, նայած խուրմայի չափը, ինչ ձևի է, հաստությունը, այսպես, սիգարետա նման փաթաթում ենք,
Եվ դնում ենք, որպեսզի թխվի։ Նայած դուք ուրիշ ձևով կարող եք անել։ Կարող ենք այսպիսի, նայեք այս տեսակ, մի քիչ բերեմ այս կողմ, որ երևա։ Կարող ենք նաև, տեսեք, այսպես երկարությունով է փաթաթենք։ Ձև որ ցանկանում ենք, որ տեսքը ստանանք։ Բերեք խուրմայովը անենք երկար։ Այսպես։ Այսպեսակ տեսք ստանք, որպեսզի տարբերվի էլ։ Ասել երեսը ձու չենք կսելու, հետևորդներ ջան, առանց ձու։ Թխվելու է մի քիչ ռոզվիա լինելու և հանելու ենք, երեսը շաքարի փոշի ենք ցանելու։ Շատ հեշտ ու լավ փաթաթվում է։ Խուրման գնաց դեպի թխվելու, հիմա պատրաստում ենք գաթան, այսպես, հեսա տեսեք, թե ինչ հետաքրքիր խորիզ ենք անում, արագ խորիզ։ Ինքան է հեշտ է բացում, ինչքան մնում այնքան հանգստանում է, այդքան էլ շատ հեշտ ու փափուկ է բացվում։ Աշխատում ենք մի քիչ բարակ բացել գաթայի համար, որովհետև մենք ռուլետա նման պտտելու ենք և գաթան բավականին հասկանալու է, այդ իսկ պատճառով մենք մի քիչ բարակ կբացենք մյուս թխվածքաբլիթների համեմատ։ Տեսեք այս չափի մոտավորապես ինչ ենք անում, վերցել եմ սովորական շաքարավազ աշկա չափով և շաքարավազի մեջ ավելացնում եմ վանելին, այսքան, ավելացրեցի վանելինը, խառնում եմ շաքարավազի հետ, այսպես, խառնում ենք շաքարավազի հետ և զուտ շաքարավազն ենք շաղ տալիս վրեն խորիզի փոխարեն։ Շատ հետաքրքիր համ է ունենում։ Կողքերը թողնում ենք, որպեսզի կպնի։ Այսպես շաքարավազը լավ տարածում ենք, ոչ էլ շատ ենք անում, այսքան լրիվ նորմալ չափ է ու սկսում եմ փաթաթելով գալ, փակեմ սկզբից կողքերը, որ չթափվի, սովորական գաթայի նման, որ անում է, բայց այս անգամ միջուկը տեսակ, այսինքն խորիզը, թե ինչ ձև է, խորիզ չէ, այլ շաքարավազ է վանելինով։ Սա էլ մի հետաքրքիր բան է, կան մարդիկ, որ խորիզ չսիրում, ընդհանրապես կարող են փորձել այս տարբերակով, ընդամենը շաքարավազով և վանիլով։ Լավ պինդ պտտում ենք։ Արագ-արագ գնում ենք պտտելով, տեսնում եք ինչ լավ խմոր է, ոչ ճաքատալի, ոչ կպնում է, ոչ որևիցե մի բան, մի հատ արտակարգ համեղություններ ենք այսօր պատրաստելու ձեզ հետ միասին։ Շուռ եմ տալիս, մի հատ կարեր ենքան, որ սենց կպցնենք, որպեսզի իրան պահի, ալյուր եմ անելու տակը և տպտպացնեմ ու բացեմ ու հետո կտրեմ։ Բայց գաթայի վրա ձու ենք անելու արդեն հետևորդներ ջան, տեսակ խուրմայի վրա չարեցինք, բայց գաթային անպայման
ուզու ենք անում։ Լրիվ նորմալ է, իսկ հիմա կտրատենք։ Փոքրիկ չափի եմ անում, համ կիլոգրամի համար ինքը շատ հարմար կլինի, համ էլ փոքրիկ սիրունա։ Դնենք այսպես շարենք, որ հեսա զուգսեմ և սկսեմ թխել։ Տեսնում եք ինչ լավն է, մի հատ տեսեք, այսպես պուտյուրիկ, սիրունիկ, այսպես, երևի մի գունդն էլ անեմ գաթա, մեկը կանենք լոխում, տեսնենք լավ ոնց, հիմա թխենք լոխումովը, սենց բացեցինք, հիմա կտրենք լոխումի համար համապատասխան, ես էլի եմ կրկնում, դուք ինչ միջուկ ցանկանում եք, կարաք դա էլ անեք։ Դնում եմ այսպես, նայեք, մեծ երկուական լոխում եմ դնում։ Ուզում եմ սլայոնի նման լոխումով ինչ-որ մի բան ստանալ։ Պոպոկը մեր բանը խուրման մեջն է։ Մի 2-3 րոպեից խուրման արդեն իսկ պատրաստ կլինի։ Այս տեսակ, նույն բանը շերտավոր խմորի նման եմ ուզում անել, տեսնեմ, թե այս խմորով ինչ տեսակ կստացվի։ Տեսք այսպես մի քանի ձևի անենք, ուզուտ տարբերելու համար էլի, որ մեջը ինչ է։ Հիմա եթե նույն անեմ խուրմայի նման, ապա մեջը դժվարությամբ կտարբերենք, թե որն է միջուկը։ Դրա համար ամեն մեկը պետք է ունենա տարբեր ձև, որպեսզի հեշտորեն տարբերվի։ Այնքան շոկ է խոհանոցում հետևորդներ ջան, որ կանգնել չի լինում։ Պատկերացրեք համապատասխան միացրած է ամեն ինչ, վենտիլացիան աշխատում է, լուսամուտները, դուռ, բոլորը բաց են, բայց էլի մեկը շատ շոկ է և մի կերպ են կարողանում աշխատել։ Խմորը ես այսպես քաշում իմ ինձ որ չափը պետք է, այդ ձև համապատասխանացնում եմ և նոր դնում։ Տեսնենք ինչ հետաքրքիր տեսականիներ ստանանք։ Ասեք այս մեկը մի քիչ ինքը ուրիշ ձևի է քառակուսի չի, այսպես քաշելով ես սարքում եմ քառակուսի։ Ահա հետևորդներ ջան, ուշադրությունը այս կողմ։ Տեսեք այդ խմորից պատրաստեցի մի քանի տեսականի տարբեր միջուկներով։ Այս մեկը խուրմայի միջուկով է, շատ համեղ։ Այս մեկը լոխում է մեջը։ Այս մեկը ընկույզ և շաքարավազք։ Սա էլ մի փոքրիկ գունդ եմ արել, սենց գաթա, ինքը տեսակ խորիզը ոնց արեցի, դուք ինչ միջուկ ցանկանում եք հետևորդներ ջան, այն միջուկն էլ գրեք։ Ես սրանք էլ ուղղակի մտքովս անցել, թե չէ ամեն տեսակի բան էլ կարող է լինել։
սիրով ներկայացրեցի ձեզ իմ բաղադրատոմսերից մեկը։ Մնացեք Աստծով։